Բարև ձեզ սիրելի ռադիոլսողներ, Հանրային ռադիոյի եթերում բարձր գրականություն նախագծի հերթական հաղորդումն է, ես Արքմենիկ Նիկողոսյանն եմ։ Նրանք, ովքեր հետևում են մեր գրականության, ժամանակակից գրականության ընթացքին, տեսել են, որ այն հիմա չափազանց հասանելի է եւ ինտերնետային տարբեր կայքերի միջոցով, եւ Facebook-յան եւ տարբեր սոցիալական կայքերի միջոցով եւ բնականաբար նաեւ նրանով, որ ժամանակակից հեղինակները եթե լավ են գրում, ապա հրատարակիչները չափազանց ուշադիր են նրանց նկատմամբ, նրանց գրքերը հրատարակվում են, նրանք սիրված են եւ ընթերցված։ Ամեն դեպքում կա մի հին ու գեղեցիկ ավանդույթ, որը արժե պահպանել, դա նրանց հատկապես փոքր ժանրի գործերը անթոլոգիաներով հրատարակելն է, որը օգնում է ոչ միայն արագ ծանոթանալ նրանց գործերին, այլ նաև պատկերացնել որոշակի համախումբ, ինչ են նրանք իրենցից ներկայացնում որպես սերունդ, որպես ինչ-որ մի ժամանակաշրջանի արգասիկ, ինչ ընդհանրություններ եւ տարբերություններ ունեն։ Ահա իմ առջև ձայն համատարած վերնագրով անթոլոգիան է, որը ներառում է մինչեւ 40 տարեկան ժամանակակից արձակագիրների գործը, որը կազմել է գրականագետ Արմեն Ավանեսյանը եւ որի հետ էլ այսօր կզրուցենք այս ժողովածուի յուրահատկությունների մասին։ Ողջույն Արմեն։ Բարև ձեզ։ Մի քիչ երկար ստացվեց նախաբանս, բայց դա կարծում եմ կընկալեց որպես այս գործի արժևորում։ Սովորաբար վերջերս հատկապես շատ են ասում, որ անթոլոգիաները ավելորդ բաներ են, շատերը նույնիսկ մի դաժան բնութագրում են, հա, օգտագործում եղբայրական գերեզմանոց, թող ներվի այս բառը, ինչ ես կարծում, սա անթոլոգիայի որպես հրատարակության տեսակի սպառումն է ի ցույց դնում, թե պարզապես այդ մարդիկ, որոնք այդպիսի բնութագրումներ են օգտագործում, պարզապես լավ անթոլոգիաներ չեն կարդացել։ Յուրաքանչյուր անթոլոգիա պետք է որոշակի համախմբվածություն ենթադրի իրենից, այո, եւ թիրախներ ունենա։ Հիմա կոնկրետ մեր հատորը, որը 21-րդ տարի հայ գրականություն մատենաշարի ձևաչափով է հրատարակվել եւ հերթական հատորն է, մենք հստակորեն թիրախ ունենք 21-րդ տարի հայ գրականությունը լավից թե վատից իր համապատկերայնությամբ ներկայացնել, համապատկեր ենք որտեգրել ենք համապատկերը ներկայացնել, բնականաբար նաև ընտրություն է կատարվել եւ ամեն ինչ չէ, որ հրատարակել ենք, որովհետեւ բազմաթիվ ստեղծագործողներ կան, ասեմ ստեղծագործողներ կան, որ նրանք չեն զետեղվել սույն գրքում, բայց գրեթե բոլոր երիտասարդ գրողները զետեղվել են այս գրքում եւ պիտի ասեմ, որ մեր ժամանակակից երիտասարդ, արդեն երիտասարդ չէ, արդեն կայացած լավագույն գրականագետներից մեկը Արքմենիկ Նիկողոսյանը իր խորհրդատվական ներկայությամբ նաեւ օգնել է սույն հատորի ներկայությունը, իհարկե կազմանը։ Սիրելի ռադիոլսողներ, այնպես չի, որ ես խուսափում եմ դրանից, բայց ասեմ, որ խորհրդատվական որոշակի աշխատանք կատարել են, բայց այդուհանդերձ, Արմեն, նույնիսկ այսօր երբ որ ես բացում եմ գիրքը, թերթում եմ միայն անունների, այսպես պատկերաշարով, ուսամ կհամաձայնես ինձ այդ բավական խայտաբղետ ընտրություն է, հա, որտեվ ես ինքս որպես անթոլոգիա կազմող միշտ սիրել եմ կտրուկ առանձնացողը, հա, եւ կարծում եմ, որ նաեւ կտրուկ առանձնացողով էլ կարող ես համապատկեր տալ։ Քո ընկալած համապատկերը ինչպիսին է։ Նախ ասեմ, որ 47 հեղինակ է ընտրվել։ 47 հեղինակ։ Այսինքն այստեղ կա 47 պատնված, 47 հեղինակ, ստացվում է այս ինֆորմացիայի կարգով էլի, որ մենք այս պահին 47 շատ լավ, հա, որտեվ ընդգրկել ես, չէ՞, անթոլոգիա, 47 շատ լավ արձակագիր ունենք, լավ պատմվածքագիր, լավ եւ շատ լավ արձակագիր։ Եվ չհաշված նրանք, որոնք չեն ընդգրկվել, մի խայտարակ թիվ է ստացվում, երևի 10 անգամ շատ էլ կան, չէ՞։ Դա ամեն 2-ից 3-ը հայերի մեջ գրում են, ստեղծագործում են։ Քո չափանիշը համապատկեր ստեղծելու։ Նախ վերցրել ենք, որ որոշակի պետք է գեղարվեստականորեն արդեն իսկ նայել ենք, որ կայացած լինեն, դրսևորված լինեն, մամուլում կլինեն, տարբեր տեսակի կայքերում կլինեն հրատարակված հեղինակներից կամ նրանք ովքեր որ գրքեր ունեն, գրեթե մեծ մասը գրքեր ունեն, եթե ոչ բոլորը գրքեր ունեն, եւ այսինքն մենք նաեւ սա ենք թիրախավորել, որովհետեւ դա նշանակում է որոշակի գրական ճանապարհ անցած եւ որոշակի գրական ուղի անցած ստեղծագործողներին ենք բերել, իսկ ինչ վերաբերվում է այո նրանցից իրենցից տարբեր լինելը, շատ տարբեր են, ընտրած թեմաներից բռնած, միջև նարատիվի, պատումի փոփոխությունների, միջև ասենք որոշ
որոշակի նույնիսկ ժանրային, ասենք ներժանրային ձևատեսակների հազարումի ընդգրկումներ կան, կա, չգիտեմ, հուշապատում կա, նամակագրական կա, նույնիսկ ասենք էսեիստիկ բնույթի պատմվածքներ կան, բայց ներողություն ասեմ, ամենակարևորը այդ ազատությունն է, որ մենք ընտրել ենք եւ այստեղ բոլոր ստեղծագործողները իրենք ազատ են, անկաշկանդ են, կաղապարված չեն, բոլորն անխտիր, գրեթե բոլորն անխտիր, ազատ խոսքի, ազատ կերպարներն արդեն նրանց ընտրած կերպարներն էլ կարծես թե մեր ազատ ժամանակների, հա, ազատ Հայաստանի ազատ քաղաքացին է։ Սա եւս շատ կարեւոր է։ Ամեն դեպքում սա, երբ որ այդ 40-ը որպես թիրախընտրվել է, ըստ ամենայնի մենք գործ ունենք սերնդի հետ, որը անկախության սերունդ է, որտեղ ես նայեցի, երևի թե Արամ Պաչյանն էր ամենատարիքովը, հա, հեղինակներից, որը 83 թվականին է ծնվել եւ 8 տարեկանում արդեն սկսել է ապրել անկախ Հայաստանում, գլոբալ անկախության սերունդն է, բայց այդուհանդերձ հիմա եթե հեղինակներին կրկին անդրադառնանք, Արամ Պաչյան, Գրիգ, Հովիկաֆյան, Համբարձումյան, հա, բայց միևնույն ժամանակ նաև Անահիտ Ղիասյան, չգիտեմ, Օֆելի Դալաքյան եւ այլն, եւ երբ որ գրական դաշտն է այս առումով ուսումնասիրում հեղինակների տեսանկյունից, թվարկածս առաջի խումբ անունները նաև ազդեցություն ունեցող հեղինակներ են գրական դաշտի վրա, մյուսները եւ նրանց գումարածելի անուններ, թեպետ շատ են տպագրվում ու գուցե չգիտեմ, Գրիգից ավելի շատ գիրք ունեն հրատարակած, բայց ներկայությունը եւ առավել եւս ազդեցիկությունը գրական process-ի վրա այդքան մեծ չի։ Սա ինչպես կմեկնաբանես ալ։ Գրական ընթացքը միշտ էլ այդպես է եղել։ Միշտ եղել են հեղինակներ, գրքեր ունեն, բաներ ունեն, դրա համար եմ ասում։ Չէ, ես դա վերցրել ենք, որ իբրև նաև չափանիշ, բայց բնականաբար նրանց մի մասը կարող է, այո, ժամանակի, այսպես ասած, գրական միտումների եւ ուղղությունների ինչ որտեղ այո առաջամարտիկ է լինել եւ շատ բաներ նրանցով պայ մյուսներն էլ բնականաբար ընթացքն են ապահովում, որովհետեւ գիտեք, եթե այդ ընթացքը չլինի, առաջամարտիկը չի երևա, միանշանակ չեն երևա, որովհետև երբ որ համապատկերի մեջ ես դիտարկում գրական ստեղծագործողին, գրողին, նրա վերած հարցադրումները, նրա կերտած պատկերները, նրա ստեղծած կերպարները, երբ որ համապատկերի մեջ ես ստեղծում նոր, արդեն կարողանում ես տեսնել, թե ով ինչ քաշ է իրենից ներկայացնում, այս իմաստով, բայց որ բոլորն էլ գրականության երևույթներ են, ամբողջ հարցը սա է, որովհետև հիմա այս ազատականությունը նաև վերեց այն բանին, որ ապա գրականությունը կամ ասենք, չգիտեմ, մերձ գրական, հա, շատ ասենք երևույթներ հնարավորություն ունեցան, այսպես բնականաբար ժամանակը շատ անողոք է գտնվելու նրանց նկատմամբ եւ ոչինչ չի մնալու։ Դե արի մեջ դնենք ասպասների տեղ, Արմեն, ես հաճույքով հիմա թերթում եմ եւ տեսնում եմ որոշ պատնվածներ կան, որ ես հնդածս ընթերցել եմ եւ շատ եմ տպավորվել, ասենք Հովանես Հովակիմյանի Անժիկոն, հա, որ ինչ շատ տպավորած պատնվածներից է։ Նորայր Սարգսյանի պատնվածքը, Արտավազդի Եղեզարյանի մերժված Աննա Դավթյանի Արարատը, նաեւ Անրի օլիգարխի Հիսուսը թվարկած հեղինակների պատնվածքները եւ շատ հետաքրքիր այստեղ Վահե Ղուկասյանը, Արթուր Մեսրոպյանը, Լևոն Շահնուրը հետաքրքիր հեղինակներ են, Գրիսարդարյանի տիեզերագնացը շատ հետաքրքիր պատնվածք է, նույն Նորայր Սարգսյանին նշեցիր, Պետրոսը, որ շատ մեծ այդպես աղմուկ աղաղական է, այդպես մենք այստեղ ունենք պատնվածքներ, որոնք էլի ընթացքին հետևել եմ եւ տեսել եմ ինչ մեծ հաջողություն ունեն եւ ինչ դիսկուրս են առաջացնում է։ Այս առումով սա ժողովածուի հատկանշական կարևոր կողմն է։ Տես, մենք խոսեցինք այն մասին, որ մեկը կարող է բաներ թելադրել, չէ, մեկը կարող է ընթացք ապահովել։ Իսկ այդուհանդերձ պատմվածքները արդեն ընտրելիս, ոչ թե հեղինակներին։ Այս դեպքում ինչ սկզբունքով է առաջնորդվել, արդյոք ահա այդ իմ նշած հանգամանքները դեր խաղացել են շուրջը շատ խոսակցություն, թե հանկարծ քեզ համար հայտնաբերել ես նույնիսկ հայտնի գրողից երիտասարդի պատմվածք, որը գուցե այդքան քննարկված չի, բայց քո կարծիքով շատ լավն է։ Այդ ընտրությունը միշտ էլ շատ դժվար է ընտրություն։ Դե բարդ բան է, գիտեմ, կայացնելը, որովհետև հաճախ
այնպիսի իրավիճակ է ստեղծում, որ մի հեղինակից ուզում ես 3-4 ասենք ստեղծագործություն դնել, հա, ուզում ես 3-4 ստեղծագործություն դնել, որովհետև սա կապված է մտածողության, այսպես կոչված նաև ներքին փոխադարձ երկխոսությունների հետ, օրինակ ասենք ես հետաքրքիր կերպով Անժոյին եւ Պետրոսին իրար կողք տեսել եմ, էլի, ասենք եւ դրա համար ասենք թեպետ նրանք չեն հանդիպել, բայց այս գրքում կարող են հանդիպել։ Այդ մտածողության գիտեք մի հատ բան կա, որը սերնդին համախմբում է, այդ նույնի ասած այդ ազատամտության տեսանկյունից եւ նաեւ բարձրացած հարցադրումներից եւ ամենակարևորը, որ ընտրել եմ նաեւ այս պատմվածքներին իրենց ինչներ ռիթմերը շատ հետաքրքիր է եւ ասենք գիտեք մենք ունենք ինչ նկատ ունես էլի որտեղ արագ են կատարվում գրեթե բոլորի ստեղծագործությունները բայց ես մտովի ես հիմա անունները տամ ռիթմի շեմ օրինակ ինձ համար կան կոմոտ էլ կան վստահ եմ գրողի անունը ստալի նրա արցակյան ռիթմը մեջը զրնգում է չէ օրինակ հիմա էլի նույն Պաչյանին հիշեմ համբարձումի ռիթմը ուրիշ է Գրիգինը ուրիշ է Հովիկ Աֆյանինը ուրիշ ռիթմ է չէ բնականաբար ինչն է միացնում եւ սարքում սա ընդհանուր ռիթմ եթե արագությունների ժամանակ է կարծես թե եկել եւ գործողությունները շատ արագ են եւ գործողությունները շատ արագ են զարգանում կարծես թե 1880-90-ականների նովելի ժամանակները մի տեսակ տեղափոխված լինենք բայց արդեն ավելի նոր մոդեռնիզացված իրականության մեջ սա եւս գիտեք էլի եմ ասում հնարավոր է սուբյեկտիվ լինի ընտրությունը այն կատարված ընտրությունը շատ հնարավոր է որ սուբյեկտիվ լինի, բայց այո, նաև գիտես կյանքի կենսափաստով էլ է առաջնորդվում, էլի ստեղծագործություն ընտրելիս, թե այդ պահին, որ ստեղծագործությունը քո երակների, քո ջղերի հետ ինչպես խմացես, թե չէ օրինակ, ինչպես խոսեց քո զգացողությունների հետ, ինչպես տեսար, բայց ամեն դեպքում մեր հիմնական միտումը եղել է համապատկերը ցույց տալ որ նաև սա ուղենշային պիտի լինի, նաև ընտրել ենք տվյալ ստեղծագործողների հնարավորինս լավագույն ստեղծագործությունները, որովհետև ընթերցողը պիտի կարողանա, ասենք պատուհանչիկներ են, հա, փոքրիկ, ասենք պատուհաններ են, որոնց միջոցով մտնի եւ գտնի տվյալ գրողի մյուս ստեղծագործությունները, կարողանա ծանոթանալ այդ գրողների ստեղծած աշխարհին։ Մեկնակետային նաև նշանակություն ունի, այո։ Հիմա այս որ խոսում ես մտածում եմ իրոք խոր ուսումնասիրել ես էլի եթե խոր ուսումնասիրված է գոնե այն շրջանակը որ այս ժողովածուում են օրինակ բացի այդ արագությունից սյուժեների արագ ծավալումից մի երկու հատկանիշեր նշեցիր եթե փորձես ժողովածուն այսպես վերանալ հեղինակներից մի պահ եւ միայն իրենց գրածը բանանել ինչ ընդհանրական հատկանիշներ կթվարկես այլ սյուժեներից բացի հերոսների Ներկայացված 2000 թվականից հետո տեղի ունեցող կյանքը գրեթե 2000 գրեթե 21-րդ դարի կյանքն է քանի որ Մատենաշարը եւս 21-րդ դարի հայ գրականությունը գրեթե բոլորի մոտ այդտեղ էլ է ուշադիր եղել այո որ պիտի լինի օրինակ ասենք վերցնենք Հայկ Սիրունյանի պատմվածքում ասենք 4 ապրիլում մի շատ հետաքրքիր ընթացք է չէ ասենք մատաղացու գառան եւ փոքրիկ երեխայի գիտեք դա կարող է մի քանի ընդամենը րոպե տևած լինի այդ ամեն ինչը բայց ահա երեխան փորձել է խաղացել է գառան հետ, ընտելացել է, սիրել է եւ ահա ապրում է իր առաջին ընկերոջ կորուստը, հա, այդ պահին ապրում է։ Սյուժե է, չէ՞, Վանո Սիրադեղյանի գառախտերիկից։ Համաձայն եմ, գուցե եւ ծանոթ սյուժե է, բայց յուրաքանչյուրը յուր կերպով է նաեւ ներկայացնում իր Այս Հայկ Սիրունյանի գառն է։ Ահա, սա Հայկ Սիրունյանի մոտեցումն է, բայց տեսեք ամբողջ խնդիրը որն է, այդ փոքրիկ մի քանի րոպեվա կամ կես ժամվա կամ գուցե չգիտեմ ինչ որ մի ժամանակահատված գեղարվեստական պատմվածքի մեջ ավելի երկար է նույնիսկ ընթերցման պահին, քան ապրած գեղարվեստական ժամանակը, բայց տեսեք ինչ է տեղի ունենում այն պատումային ռիթմը, որը ստեղծում է Հայկ Սիրունյանը, շատ արագ է զարգանում։ Այսինքն դիմանում ունեք զուգահեռ տանենք Վանոյի հետ, Հայկի մոտ արագ է։ Բնականաբար արագ է։ Լավ, այդ դեպքում երբ որ ասում ես արագ, Արմեն, հոգեբանական այն հագեցվածությունները, հա, որի համար ես ինքս օրինակ սիրել եմ գրականությունը եւ միշտ հիմա շարունակում եմ բնականաբար սիրել։ Այդ արագության մեջ հոգեբանական այդպես սևեռվածությունները գրողական չեն կորում։
Բայց միանգամից պատասխանելով իմ հարցին արդեն յուրովսան, քանի որ ես ծանոթ եմ պատմվածների մեջ մասին, բայց միևնույն ժամանակ կարող եմ բերել նաև պատմվածների օրինակներ, որտեղ այդ հարցերը իսկապես խորքային դրված են, շատ լուրջ վերլուծու, ասենք Գրիգի նկուղում, օրինակ, Անժիկոյում էլ դու ինչպես ես տեսնում այդ պատկերը։ Արագություն եւ ասենք սևեռվածություն, ամեն դեպքում հոգեբանական իրավիճակներ պատկերելու համար, չգիտեմ, գուցե ասեն մեծ վարպետները 1-2 բառը հերիք է, բայց ամեն դեպքում 1-2 բառը հերիք չի էլի։ Գիտեք, ամենահետաքրքիրը որն է, որ ընդհանրապես այս վերջին շրջանի գրականությունը, հատկապես այդ մոդեռնիստական շրջանի գրականությունը մի տեսակ հայելի կարծես լինի եւ հայելային արտացոլանք է եւ յուրաքանչյուր ընթերցող իր պատրաստվածությամբ է կարողանում ընկալել գրականությունը եւ չպատրաստվածությամբ կարող է չընկալել գրականության այդ շերտերը երբ որ ստեղծագործողը անկեղծ է լինում, ազատ է լինում ինքը պատկերելու իր ապրումը, իր զգացողությունը հոգեբանորեն այնքան ճշգրիտ է ստացվում դա երբ որ ինքը ընկնում է արտաքին պատճուճանքների հետևից փորձում է հորինմանը զոր տալ ի վերջո հորինման հրճվանքը եւ հորինման վայելքը լրիվ ուրիշ բան է հորինմանը զոր տալը դա լրիվ ուրիշ բան է նմանտեղ չի կարող ինչքան էլ ուզում է հոգեբանական տարբեր պատկերներով, չգիտեմ ինչ որ տրամաբանական կուր կառույցներով փորձի հոգեբանորեն ճշգրիտ դարձնել չի կարող, այսինքն կյանքի ես չեմ ուզում սա ասել ռեալիզմ, ճշմարտություն եւ այլն, կենսականությունը վերցնենք, ուղղակի կյանքայինությունը կա այս գրքում միանշանակ թիրախավորված է եւ այս պարագայում եթե կա կյանքը բնականաբար կա նաեւ ճշգրիտ հոգեբանություն եւ ձեր ասացի պես շատ հնարավոր է որ ուղղակի այդ անկեղծությունը հանգեցրել է նրան որ հոգեբանորեն հավաստի է դարձել կերպարի վարքագիծը Արմեն տես այստեղ մի բանի վրա էլ ուշադրություն ես դարձրեցի, երբ որ թերթում էի նաև գրողների կենսագրությունները, մի տակիր բան կա։ Երբեմն նույն տարիքի են, բայց մեկը արդեն անցել է երկար ճանապարհ, մեկը դեռ խոստում է տալիս։ Եվ կան գրողներ, օրինակ ես շատ ափսոսում եմ Վայե Բուդումյանի, որ շատ տաղանդավոր, տղայև էստեղ էլ շատ տաղանդավոր պատմվածք ունի, բայց որոնք կարծես թե այդպես շարունակելու միտք էլ չունեն, հա։ Այս առումով ինքդ կառանձնացնես այդուհանդերձ հեղինակներ, որոնք ըստ քեզ այս ժողովածուից անդին, բացի այն կայացածներին արդեն ունեն անցնելու երկար ճանապարհ եւ դեռ իրենց մասին, ինչպես ասում են, մեր ընթերցողը կլսի։ Գիտեք, ես նաեւ այստեղ պիտի անպայման հղում անեմ Գրեթերթին եւ Գրեթերթի սերունդին մենք ինքներս եւս Գրեթերթի սերունդն մենք արդեն Գրեթերթի հին սերունդն ենք համարենք, բայց նման համախմբվածությունը նման երկխոսությունները, գիտեք, ես նաև այդտեղ հնարավորություն է, որպեսզի ես նույն գրողները երկխոսեն միմյանց հետ, որովհետև երկխոսություններն են բերում գրական ընթացքի կայացմանը։ Այո, գրականության կայացմանը հենց այդ երկխոսություններն են բերում։ Իդեպ հիմա կասեք միջև 40 տարեկան, բայց 83 թիվ 3 թե 4 հեղինակ ունենք։ Ամբողջ խնդիրն է, որ աշխատանքը սկսել ենք 2023 թվականին։ Երբ որ նախորդ պոեզիայի գիրքը հրատարակեցինք, էլի 83-ից ենք սկսել, որպեսզի նաև այդ ներդաշնակությունը պահպանվի, ուղղակի երկար աշխատեցինք, գրեթե տարի կես աշխատեցինք, թվեր փոխվեցին, բայց էությունը որ անթոլոգիա կազմելը պարզապես հավաքել միտեղ լցնելը չի, անթոլոգիա կազմելը չափազանց լուրջ աշխատանք է, որը կարող է անգամ տարի ու կես տևել։ Բնականաբար, որովհետև ի սկզբանե 120 էին, հետո էջերը եւ այլն, հետո կամած գնում ես, տեսնում ես, որ չի լինում, չի ստեղծվում։ Ես վստահ եմ, եթե դու ցանկություն ունենաս 250-ներ կգտնես։ Ես ընդհանրապես սիրում եմ քչաթիվ։ Ես ունեմ սակավաթիվ, հա։ Անթոլոգիա կազմելու փորձ եւ ինչքան իշխեմ 13 հոգի։ Արմեն, ունես շնորհակալության խոսք մարդկանց, որոնց շնորհիվ էս գիրքը իրականություն է դարձել, որտեվ նշեցիր խոսքից սկզբում, ես էլ փաստեմ, որ սա մատենաշար է 21-րդ դարի գրականություն եւ դրանցից մի քանիսը մենք այստեղ բարձր գրականության շրջանակում քննարկել ենք, թատերականը եւ մյուսները եւ իսկապես կարեւոր սա նախագիծ է, որ մեր գրականության տարբեր եւ տարանկալելի հատույթներ միտված է իմի բերել, բնականաբար մենակ չէիր կարող անել սա,
Նույնիսկ եթե ես քեզ շատ խորհուրդներ տայի։ Այո, բնականաբար մենակ չէի կարող անել, անպայման պիտի շնորհակալություն հայտնեմ մեր Սփյուռքահայ գրող թատերագիր մշակութային գործիչ Հրանտ Մարգարյանին, որովհետև այս ամբողջ նաև հղացքը միմյանց հետ զրույցների ընթացքում է ծնվել եւ ահա 6 հատոր արդեն 21-րդ դարի հայ գրականություն մատնաշարի թե ինչեր են դեռ սպասում, ես բեռնագրերը չեմ կարդում, բայց ասեմ որ սպասվում են եւ եւս 6 հատոր լույս կտեսնի, որպեսզի ինչպես Քրիստոսի աշակերտներն էին 12, ինչպես տարվա ամիսներն են 12, մեր մատնաշարի հատորներն էլ լինեն 12 հատոր, բնականաբար նաև պիտի Սփյուռքահայ գրողներին ներառենք առանձին հատորներով, վերցնելու ենք ըստ տարբեր գաղթօջախների, ասենք արևելյան հատվածում ապրող իրանահայ, սիրիահայ, վերարտահայ, դու գիտես հաստատ ինչ եմ ես ծիծաղում հիմա, բայց թողնել ռադիո լսողների համար առանձին հատոր կլինի, Եվրոպայում ապրող հայ գրողների համար առանձին հատոր կլինի, Ամերիկայում ապրող գրողներին երևի մի մեծ 2000 էջանոց հատոր կտանք այնքան շատ չէ, բայց ընտրությունը պիտի կատարենք եւ էլի ասում խիստ պիտի լինի ընտրությունը, մի կողմից խիստ ընտրությունը բերում է սեղմումների, մյուս կողմից էլ համապատկերը պիտի հնարավորություն տա, որ ամեն դեպքում եթե 1000 են պետք է 1000-ին էլ ընդգրկել չէ 1000-ին չէ, բայց այդ ընտրությունը 4 հատորով կանենք լավ ամեն բարդ է, բայց կանենք շնորհակալություն էլի եմ ասում Հրանտ Մարգարյանին հայրենանվեր այս գործի կողքին կանգնած լինելու համար։ Ես էլ շնորհակալություն եմ հայտնում եւ պարոն Մարգարյանի եւ քեզ այս գեղեցիկ նախաձեռնությունը իրականություն դարձնելու եւ մեծ հյուրընկալվելու համար, սիրելի Արմեն, շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ ձեզ։ Սիրելի ռադիոլսողներ, վերջում հիշեցնեմ, որ հանրային ռադիոյի եթերում բարձր գրականություն նախագծի հերթական հաղորդումներ ես Արմենիկ Նիկողոսյանն եմ, զրուցում էի գրականագետ Արմեն Ավանեսյանի հետ, մեր զրույցի թեման նրա իսկ կազմած ձայն համատարած վերնագրով ժողովածուն էր, լավ եղեք։